Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Միրհան Շահզադյանը։ Պարոն Շահզադյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Վերջին ժամերի կարևոր այսպես իրադարձություններին անդրադառնանք, երեկ գիշերը Միացյալ Նահանգների ռազմական բազաներին Իրանը հարվածեց եւ դրանից հետո Միացյալ Նահանգների նախագահ արդեն լուսադեմին հայտարարեց, որ իրեն են հասել արդեն Իսրայելի եւ Իրանի, այսպես ասած, պատվիրակները եւ խոսել են խաղաղության մասին։ Իհարկե, դրանից հետո ելի մենք տեսանք հարվածների մասին տեղեկատվություն, բայց այդուհանդերձ հավատանք, որ սրանից հետո ամեն ինչ կավարտվի եւ Իսրայելն ու Իրանը կգնա խաղաղության ճանապարհով։ Վերջում պետք է ինչ-որ մի բան լուծում գտնվի այս հակամարտության մեջ, որտեղ այստեղ մենք լավ պատկերացրեցինք, որ իրոք Իրանը բավականին լուրջ, այսպես վնասներ կրեց, ռազմական վնասներ, մարդկային վնասներ եւ այլն, եւ հատկապես հաշվի առեք, թե բարձրաստիճան ղեկավարների եւ այդ ΞԻՌ-ի եւ մյուս ղեկավարների քանիսն են փաստորեն վերացվել։ Բայց Իսրայելը երևի չէր ակնկալում, չէր սպասում, որ Իրանն էլ հնարավորություն ունի որոշակի հակահարված տալու եւ այդ հակահարվածը այնքան էլ բան չէր, էլի ցանկալի չէր Իսրայելի համար եւ այն, որ իրենք միշտ ռեկլամում էին այդ գմբեթը իրանց չէ, պաշտպանության, իրենց հակահոգային պաշտպանության, ապա տեսանք, որ վերջում ինքը այդքան լավ չաշխատեց։ Շատ էքսպերտների կարծիքով ընդամենը վերջի օրերին մի 40%-ով էր աշխատում եւ Իրանի հրթիռները հասնում էին տեղ եւ անօթաչու աները։ Թե հիմա գիտեք ոնց է, երկու կողմից էլ իհարկե մի քիչ նվազեցնում են իրենց կորուստները, արդյունքները մի քիչ ցույց են տալի իրենց ավելի բարձր, իսկ հակառակորդի հակառակն են ասում, բայց տեսնում ենք, որ Իսրայելին լուրջ խնդրեմ առաջացավ եւ իմ կարծիքով դա էր, որ Միացյալ Նահանգները Թրամփը որոշեց, որ ինքը անմիջականորեն մասնակցի այդ Իսրայելի ագրեսիան դեպի Իրան։ Այդուհանդերձ, եթե որոշակի ամփոփ ենք այս ընթացքը, որ կողմը որոշակի շահեկան դիրքերում է հայտնվել Իրանը, Իսրայելը, Միացյալ Նահանգները, այսինքն ով շահած դուրս եկավ այս պատերազմից։ Եթե այս ժամանակաշրջանի բանով չափանիշներով կամ շրջանակներով վերցնենք, իհարկե այստեղ շահողը առաջերտին Իսրայելն էր եւ Միացյալ Նահանգների մասնակցությունը այդ պատերազմին, օդային պատերազմին, դա առաջերտին այնքան չէր գալիս Միացյալ Նահանգների շահերից, ինչքան Իսրայելի, այսինքն Թրամփը որոշեց Իսրայելին ամեն ձևով պատասխան անել, օգնել, օժանդակել անմիջական մասնակցությամբ, որտեղ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում շատ լուրջ ուժեր կային, այդ թվում Թրամփի, ոնց որ ասում են, կոմանդայում, որ պետք չի, որ Միացյալ Նահանգները անմիջական մասնակցություն ունեն։ Մենք գիտենք, որ նույնիսկ Վենսը, իրեն տեղակալը, նա դեմ էր դրան։ Բայց վերջի հաշվով Թրամփը որոշեց, որ այստեղ գլխավորը ոչ թե ասենք, թե Ամերիկայի ինչպես դա անդրադառնա Ամերիկայի վրա, այլ որ դա պաշտպանի Իսրայելին, որտեղ ես արդեն ասացի, որ հարվածները, որ հասցնում էր Իրանը Իսրայելին, բավականին լուրջ էին։ Իհարկե Իրանի վիճակը հիմա բավականին դժվար է, ծանր է։ Ինչ առումով։ Այն առումով, որ բավականին լուրջ կորուստներ ունեցավ, նա, ես ասեցի արդեն, եւ ղեկավար կազմից եւ բացի դրանից այս հարվածները, որ Միացյալ Նահանգները հասցրեցին Ֆորդոյին եւ մյուս, ասենք, բունկերներին, որտեղ որ փորձում էին հասցնել ուրանը, չէ, այնտեղ լուրջ խնդիրներ։ Երբ որ ասում եք Իսրայելը շահեց, ինչ նկատի ունեք, որովհետև ավերվածությունների չափը, որ մենք տեսնում ենք, այդ մասին չի խոսում ամեն դեպքում։ Ինչ առումով շահեց Իսրայելը։ Նախ շահեց այն առումով, որ կարողացավ լուրջ հարվածներ հասցնել Իրանին։ Ես արդեն ասեցի։ Այսինքն զինուժի տեսանկյունից ավելի շահեկյաններ Իսրայելի թիրախները խոցել են։ Տեսեք, երբ որ Միացյալ Նահանգների բաները ռմբակոծիչները եւ ամբողջ ավիացիան, որ ներխուժեց Իրան, փաստորեն Իրանը չկարողացավ որևիցե լուրջ պատասխան տալ եւ որևիցե մի բան չարեց եւ
օդային ուժը Իրանի չմասնակցեց այդ ընդհանրապես որ հանդիմանա կամ մի բան անի։ Իսրայելը Միացյալ Նահանգները տանդեմը ուզում էին լուծել մի քանի հարց միջուկային օբյեկտների հետ կապված խնդիրը, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա, դրա հետ կապված բազմաթիվ այլ ծրագրեր կային եւ իշխանապողության հարցը նաեւ Իրանում այս ծրագրերի հետ կապված հիմա կարող ենք ասել, որ այդ տանդեմը հաղթած է դուրս եկել։ Դժվարանում է մտածխանի միանշանակ պատասխան տալ այդ հարցին։ Գիտեք ինչպես հայտնի է, որ նույնիսկ Միացյալ Նահանգների արտաքին հետախուզության ղեկավար Տուսի Հավարդը ասել էր Տրամփին, որ գիտեք մենք չունենք որևէ տեղեկություններ, իսկ մենք հասկանում ենք, թե Իսրայելի, ասենք, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետախուզությունները ինչ լայն ծավալի աշխատանքներ են կատարել Իրանում, հատկապես առաջի օրերին դա պարզ դարձավ, որ նույնիսկ Իրանի տարածքից հարվածներ հասցրեցին հենց Իրանին։ Ուրեմն եթե այդ հարցը փաստորեն չկար որպես ակտուալ, որ այսօրվա դրությամբ չունեն ուրեմն Ամերիկայի հետախուզական մարմինները չունեն այդպես ինֆորմացիա, որ նա պատրաստում է ատոմային ռումբ, ուրեմն այստեղ խնդիրը ուրիշ էր։ Միայն դա չէր, որ ասենք զսպեն Իրանին, այլ նաև ուրիշ խնդիր էր։ Խնդիրներից մեկը դա այդ ռեժիմը տապալելու, Իրանի այսօրվա գործող ռեժիմը տապալելու այդ խնդիրներ, երրորդը, որ իրենք շարունակում էին այն քաղաքականությունը, որ վարեցին բանի Խամասի, Հեզբոլլայի, Լիբանանի, մասամբ նաև, ասենք, Իրաքի դեմ եւ այլն, նույն Սիրիայում տեսանք ինչ տեղի ունեցավ, չէ՞։ Եվ հիմա ուզում են հարվածել նաև Իրանին հույս ունենալով, որ որոշակի այդպիսի նույնիսկ գործընթացներ կարող են այնտեղ տեղի ունենալ։ Իշխանապողության սցենարը ի սկզբանե կար եւ ոչ միայն Իսրայելն է դրան ձգտում, այլ Թրամփը անթակույց այդ մասին խոսեց վերջի օրերին, որ գուցե անհրաժեշտություն կա այս իրավիճակում իշխանությունը տալ այնպիսի ուժերի, որոնք ըստ իրենց ավելի լավ կկառավարեն Իրանը։ Ինչով է այս իշխանությունը վտանգ ներկայացնում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Ինչու են ուզում իշխանապողություն Իրանում։ Դե նախ շատ լուրջ էին հակասությունները Իրան-Իսրայելի, այս նոր իշխանությունների։ Մենք գիտենք, որ շահի ժամանակ Իրանի-Իսրայելի հարաբերությունները բավականին այսպես լավ մակարդակի են գտնվում։ Եվ իրանք հույս ունեն, որ Իրանը, եթե որպես գործող անձ այս իմաստով, որպես քաղաքական գործողած դուրս գա շարքից, չէ, այսինքն խելոք իր տեղը նստի, ինչպես ասում են, ոչ մի Իսրայելի դեմ, որ ինչ-որ բան չանի, այդ պրոքսի ուժերին օժանդակի, մենք գիտենք, որ այսօրվա դրությամբ են Հեզբոլլան եւ հուսիտները բաները Համասը չեն կարողանում ինչ-որ լուրջ հակահարվածներ տալ Իսրայելին, բայց կան այդ հուսիտները, որոնք որ ռմբագործում են եւ այլն, թե հետագայում ինչպես կլներ, ոնց կլներ, որտեղ քաղաքամարտությունը չի վերջացրել։ Մենք տեսանք, որ նույնիսկ այդ Գազայում Իսրայելը չկարողացավ բանին Համասին վերջնական ինչ-որ վերացնել, չկարողացավ։ Չնայած փաստորեն շատերը ասում են, որ դա ցեղասպանություն էր, գենոցիդ էր, մոտ 50 քանի հազար մարդ է զոհվել այնտեղ Իսրայելի հարվածների հետևանքով, ընդ որում 20 քանի հազար երեխաներ են, անչափահասներ։ Դա շատ լուրջ բան է եւ շատ նույնիսկ եվրոպական երկրներից մեկը դատապարտում են Իսրայելին եւ Նետանյահուի նկատմամբ նույնիսկ գիտեք, որ միջազգային դատարանը քրեական փաստորեն հետապնդում ծավալեց այսպես։ Իսկ Իրանի ներսում հանրության տեսանկյունից բողոքը իրենց իշխանությունների հանդեպ այս գործողություններով ավելի մեծանում է, թե ավելի կոնսոլիդացվել են օրվա իշխանության կողքը, որովհետև գաղտնիք չէ, որ այո, ներսում կան բողոքներ, կային ու կան այս հոգևոր առաջնորդի նրա ռեժիմի հետ կապված։ Դե այս րոպեին, քանի որ դեռ այս պատերազմի ինչ-որ տակ
ժամանակաշրջաններ դժվար է ասել ինչպես, բայց քանի որ բավականին հարված հասվեց Իրանին, չէ, եւ նրա այսօրվա ղեկավարության հեղինակությանը, դե պատկերացնեք, որ մոտ արդեն 16 թե 18 ես ասել եմ արդեն այդ մասին, զոհեր տվեցին ամենաբարձրաստիճան զինվորական ղեկավարությունից եւ այս գիտնականներից, մոտ 8 գիտնական են ասում, դե թվերը փոխում է եւ կարող է այդ թվերը ստույգ չլինեն, բայց մի քանի լավագույն գիտնականների վերացրեցին։ Շատերը ասում են դա պետական տերորիզմ է, մենք գիտենք, որ Իսրայելը նման գործողություններ միշտ արել է եւ ելի կանի։ Այստեղ իհարկե մեծ հարց առաջացավ, թե Իրանի ներքին գործերի կազմակերպությունները, պետական կազմակերպությունը, ասում են կոնտրռազվեդկան ոնց է աշխատում, ինչ է անում, մի քիչ այսպես հարցականի տակ եղավ, որտեղ եթե չլիներ ներքին ինչ որ ոնց որ ասում են գործընկերներ կամ իրենց ցած չէին կարող անել։ Ներսից կային ուժեր, կային մարդիկ, որոնք աջակցում էին եւ տալիս էին այդ տվյալները, պատրաստում էին այդ բոլոր գործողությունները Իսրայելի։ Դե մենք գիտենք, որ Իրանը բավականին բարդ երկիր է եւ հաշվի առնելով, որ ազգային կան փոքրամասնություններ, որոնք սեպարատիզմի ուղղությամբ նրանց փորձում են դրսից հրահրել, մեզ համար ամենաայսպես կարևորը դա այսպես կոչված հարավային Ադրբեջանի տերիտորիան է, մենք գիտենք հյուսիսային մասը Իրանի, որը որ ադրբեջանցիները եւ թուրքերը համարում են դա Ադրբեջանի պատմական տարածքներ եւ պրետենզիաներ ունեն այդ նկատմամբ, մենք գիտենք, որ նույնիսկ իրենց տարբեր լրատվական միջոցներում, որոնք փաստորեն օժանդակվում են Ադրբեջանի, ասենք, իշխանությունների կողմից, նրանք բացեիբաց ասում են, որ մենք պետք է այդ հարցերը լուծենք, այսինքն Ադրբեջանի հարավային Ադրբեջանի այսպես կոչված ուրեմն մեր հայրենակիցները իրավունք ունեն ազատ ապրելու եւ այլն մեզ միանալու։ Հիմա Ադրբեջանի հետ կապված այս օրերին ակնհայտ էր, որ Ադրբեջանը պրոիսրայելական անթաքույց քաղաքականություն էր վարում ու դա երևում էր նրանց նաեւ զանգվածային լրատվական միջոցներով, տելեգրամյան ալիքները ողողված էին, կարծես հրավառություններ, երբ որ իսրայելական հերթիրները հարվածում էին Իրանին, սա Իրանը հետագայում նկատի կունենա եւ հնարավոր է որոշակի գործողություններ Ադրբեջանի հետ կապված, դա կարող է լինել դիվանագիտական քայլեր եւ այլն։ Այսինքն ինչ որ առումով սա կարող է ազդել Իրանի եւ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա։ Իհարկե կարող է ազդել, շատ բան կախված է թե ինչ կոնֆիգուրացիա կստացվի, ասենք, կստեղծվի Իրանում։ Ինչպիսի դիրքորոշում կգրավեն, ասենք, այն ուժերը, որոնք ներկայացնում են թուրքալեզու իրանցիների շահերը կամ դրանց որոշակի խմբավորումներ, ինչ կանեն հետագայում եւ այլն։ Դա կախված է թե իրոք ինչ կլինի Իրանի, ասենք, ինչպես կզարգանա Իրանում ներքին սիտուացիան։ Դե որ Ադրբեջանը այդ գաղափարները շատ դեպքում իհարկե նույնիսկ չի բարձրաձայնում, Համենայն դեպս ինքը դրանով զբաղվում է եւ շարունակելու է զբաղվել։ Իրանի դեմ գործողությունները։ Իհարկե, դա միանշանակ, որտեղ այստեղ հասկանում եմ, որ եւ այստեղ խնդիր է, որ նաեւ որ Իրանը աջակցություն է հայտնում Հայաստանին, հատկապես Սյունիքի հետ կապված։ Սյունիքի հետ կապված, այսպես կոչված Զանգեզուրյան Միջանցքի հետ կապված, անկլավների հետ կապված եւ այլն, դա էլ պետք է շատ ուշադրություն դարձնել այդ անկլավների։ Այսինքն սրանից հետո հնարավոր է Ադրբեջանը հապաղի Սյունիքի հետ կապված գործողություններ անելու հետ որևէ բան չանի այդ ուղղությամբ, այսինքն Հայաստանի վրա հարձակման դեպքում իմանա, որ Իրանը կարող է պատասխանել բավականին կոշտ, այսինքն այդ մտավախությունը արդեն կա Ադրբեջանի մոտ։ Այստեղ երկու հարց կա, իրենք փորձում են առայժմ, փորձում են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան այսպես ճնշում գործադրել Հայաստանի այսօրվա իշխանություններին, որ նրանք համաձայնեն բոլոր այն պահանջներին, որոնք իրենք ներկայացնում են։ Այդ Ստամբուլյան կարող ենք հետո խոսել դրա մասին, այդ
Կառադառնանք հիմա։ Ստամբուլյան իսլամական պետությունների համագործակցման այդ բանի սամիտի արդյունքներով, չէ, հրապարակած, այսինքն հայտարարությամբ շատ լուրջ, այսպես պահանջներ են ներկայացնում եւ դա գնում է ուժեղացման, ավելի կոշտ պահանջների ուղղությամբ։ Մենք դա պետք է հաշվի առնենք։ Եթե կարողանան իրենք այդ պահանջները, ասենք, այսօրվա իշխանությունների օգնությամբ կամ նրանց մասնակցությամբ կամ նրանց համաձայնությամբ կատարեն, միգուցե եւ անհրաժեշտություն չլինի, ասենք, Իրանի։ Բայց այստեղ երկրորդ խնդիրն էլ կա, մենք եթե տեսնում եք, որ Իրանից Նախիջևան եւ Թուրքիա ճանապարհներից մեկը, չէ, անցնում էր Իրանի տարածքով։ Գիտենք դա։ Դե հիմա եթե Իրանը ավելի այսպես, ոնց ասենք, համես լինի, այսպես ասեմ, այդ հարցերում, դա իհարկե իրենց շահերից է գալիս, էլի։ Եթե իրենք չտեսնեն Իրանի կողմից որից է դիմադրություն կամ չգիտեմ ինչ, եւ ավելի ազատ կարողանան այդ ճանապարհները օգտագործել, իհարկե դա էլ է իրենց խնդիրը։ Դուք իսլամական պետությունների համատեղ համաձայնագրի մասին եք խոսում, որը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցին։ Դրանով, ինչպես նշեցիք, բավականին խիստ կոշտ պահանջներ է Հայաստան ներկայացվում եւ ամենավտանգավորներից մեկն այն է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Ինչով եք պայմանավորում, որ Թուրքիա այցից հետո սա տեղ ունեցավ, այսինքն դուք տեսնում եք փոխկապակցվածություն այստեղ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ցույց տվեցին, որ ընդունում են Փաշինյանին Թուրքիայում, բայց նաեւ իրենց պահանջներից հետ չեն կանգնում։ Իհարկե, այստեղ փոխկապակցության մասին կարելի է խոսել, պարզապես պետք է պատկերացնել, թե դա ինչ է նշանակում եւ ինչ ձևեր տեսակներ կարող է ստանալ։ Հիմա տեսեք, պահանջները, որոնք ներկայացվում են Հայաստանին, մեզ վաղուց արդեն հայտնի են եւ նորից եմ կրկնում, դրանք գնալով աճում են եւ այդ ոնց որ ասում է ճնշումը ավելի բարձրանում է, թե ճնշման բանը ձողը բարձրանում է։ Եվ դա այդպես էլ պետք է լիներ, եթե դու զիջում ես, այսպես էլ գնում ես զիջումների, նրանք հասկանում են, որ քո վրա ազդեցությունը ինչքան ճնշեն, այնքան էլ դու նոր զիջումների պատրաստ կլինես գնալու։ Հիմա թե ինչքանով դա կհաջողվի, չի հաջողվի, դա հարց է, բայց այս ուղղությունը մենք տեսնում ենք բավականին լուրջ ուղղություն է, որ արտաքին քաղաքականության Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Նրանք ուզում են օգտագործել ստեղծված, ասենք, այն սիտուացիան, որ Ռուսաստանն այսօր ավելի շատ ինքը իհարկե զբաղված է Ուկրաինայի հարցերով, Իրանը տեսակ ինչ վիճակի մեջ ընկավ եւ այլն, եւ միգուցե փորձեն ինչ-որ այս ուղղությամբ ավելի ինչ-որ ազդեցիկ քայլեր կատարել։ Ինչքանով կհաջողվի կտեսնենք, բայց այստեղ մենք եթե Ստամբուլի այդ բանը նայենք, այդ տեքստը, չէ՞, տեքստը որ նայենք, այնտեղ բավականին լուրջ մեղադրանքներ են բանանում Հայաստանի նկատմամբ, որպես ագրեսոր երկիր, որը որ այսօրվա դրությամբ չի հրաժարվել տարածքային պահանջներից Ադրբեջանի, որ նա ոչնչացրել է իսլամական ադրբեջանցիների իսլամական մշակույթը եւ յուրացրել է նա Բազում է մենք գլխավոր շուրջ ներկայացվում է իրականությունը։ Փաստորեն Հայաստանը յուրացրել է Ադրբեջանի ժողովրդի եւ ասում է 100 հազարավոր ադրբեջանցին բռնի ուրեմն փաստորեն վտարել է Հայաստանից եւ այլն։ Ես օրինակ ինքս ժամանակին 88 թվականին երբ որ այսպես այդ բանը եղավ, սիտուացիան եղավ, որ շատ ադրբեջանցիներ մեկնեցին Նախճեվան, հատկապես Նախճեվան են գնում Սիսիանի շրջանից, ես 3 ամիս այնտեղ եմ եղել։ Եվ ի տարբերություն, ասենք, հայերի, որոնք որ գալիս էին Ադրբեջանից, օրինակ մի ընտանիք էր եկել, որոնք փաստորեն արդեն հոկտեմբերի 2-րդ կեսն էր, այդ ավտոբուսով որ եկան, մի ընտանիք էր փոքր երեխայով, ուրեմն ամուսինը, հայրը Պարզապես մի շապիկով էր եւ այն որ
բան են գնում, լողանալու են գնում այդ ռեզինի այդ բաներով, տապուշկաներով, ոնց է վիետնամկա են ասում, դրանով իսկ ինը տան խալաթով։ Ես ասում եմ, բա ոնց է ասենց, ինչպես երեխան էլ շորջ ուներ։ Ասում եմ ոնց է, ասում եմ մեզ մտա մեր տունը, ինչով որ կայենք, այսպես մեզ հանեցին, շպրտեցին դուրս։ Եվ շատերը այդպես ես վիճակում էին։ Իսկ ադրբեջանցիները, որոնք որ մեկնում էին, նրանք իրենց բեռնատար մեքենաներով ինչ ասես տանում էին։ Նույնիսկ մի կին կար, որը որ իրեն այդ կաղամբի ինչ որ բերքը, բանը ամեն ինչ տարել էին, ամեն ինչ։ Որից պրոբլեմ չունեին իրանք։ Այս է տարբերությունը, որ իրենց ոչ ոք չի զորով չի բան արել, տեղահանել եւ այլն, ես հարցնում էի ադրբեջանցիներին, իմիջիալից իրանք ադրբեջանցիներ չեն անվանում, ասում են մահմեդական, մուսուլման։ Ասում են չեք գնում, չէ՞, ձեր քարևաններ, նույնիսկ հանդիպումներ կային, որ նույն գյուղացի են, որտեղ կային ադրբեջանական եւ հայկական, ասենք, չէ, բնակիչներ, նույնիսկ իրենք բան հրաժեշտ տալուց նույնիսկ արտասվում էին։ Ես ասում եմ ինչ եք դուք գնում, ասում եմ մենք վախենում ենք, որ Սումգայիթի ջարդերից հետո, Սումգայիթից այս մարդիկ որ գալիս են այս կողմ, մենք կարող է դրանից ինչ-որ մեզ վրեժ լուծեն եւ այլն եւ այլն։ Սա են ասում։ Այսինքն դուք ամեն դեպքում վտանգ եք տեսնում, որ կարող են նրանք գալ եւ Հայաստանի իշխանությունը համաձայնվի նրանց ընդունել եւ խնդիրների առաջ կանգնել։ Գիտեք ինչպես, ես միշտ դա բարձրաձայնում եմ, բայց ցավոք սրտի այդ արձագանքը մի քիչ այսպես էլի շատ թույլ է։ Խոսքը գնում է այդ անկլավների մասին։ Այսինքն դա այն տարածքներն են, որը այսօր Ադրբեջանը համարում է անկլավ։ Բայց խոսքը Հայաստանում ապրող ադրբեջանցիների մասն է, այդպես են իրենք հարցը դնում։ Ես դա մասին եմ ուզում ասել, կապելով անկլավների հարցին։ Տեսեք։ Այսինքն, եթե օրինակ Տիգրանաշենը, չէ՞, համարվի անկլավ, որը անհետ բանես խորհրդային միությունում անկլավ ընդհանրապես այդպեսի հասկացություն գոյություն չէր կարող լինել։ Ես ունեմ այդ մշակված բոլոր իրավական հարցերը, դուք կարող եք մտնել մեր կայքը եւ այնտեղ ամեն ինչ գրված է, մանրամասն իրավական վերլուծություն կա եւ այդ հաստատված է։ Հիմա, եթե դա հանձնվեցին, պետք է Նախիջևանից դեպի Տիգրանաշեն Հայաստանը տա իրեն ճանապարհ։ Այդ կոչվում է սերվիտուտի իրավունքը։ Տվեցին, չէ՞, այդ ճանապարհը, որը փաստորեն վերահսկելու է Ադրբեջանը։ Ադրբեջանը Տիգրանաշենում ինչ է անելու։ Այնտեղ ինչ բնակելի վայր է սարքելու, ինչ է անիմաստ է, չէ՞։ Դա պետք է ռազմական բազա դա անի։ Որից հետո մի բան անի, պրովոկացիա անի, որ իբր թե մեր վրա եկել են հայ բաները, ֆաշիստները, ռևանշիստները, չգիտեմ, տերորիստները հարձակվել են, կրակել են, մեզ վնաս են հասցրել, չգիտեմ ինչ են արել եւ այլն եւ այլն։ Եվ ասել են մենք բան ենք անելու, անվտանգության գոտի ենք սարքելու։ Ընդամենը այս տարածքը, որ բաժանում է, չէ, Սյունիքի վրա, ընդամենը 40 կիլոմետր է, գիտենք մենք վրա։ Հիմա այդ 45 կիլոմետրից եթե նրանք հաշվեն, թե որտեղից կարող է Հայաստանը ինչ ճանապարհներ բացել, այդ որ փակեցին, ասենք 15-20 կիլոմետր, չէ, վերջացավ Սյունիքը փակվելու է։ Ով է խանգարելու իրանց ինչ որ ադրբեջանցիների քանակ Եվ հայերի մի մասն էլ իհարկե հասկանում եմ, խաղաղ բնակիչներ են, տագնապի պայմանում բանում մենք տեսանք, չէ, ինչ տեղի ունեցավ Արցախում։ Թողնեն գնան եւ այլ վախենալով իրանց ընտանիքների, իրանց երեխաների համար շատ հնարավոր սցենար է, որը որ փաստորեն մենք ինչ որ չգիտես ինչու չենք ուզում դա մտածել դրա մասին եւ այլն։ Եվ այսօրվա իշխանությունները շատ հանգիստ ձևով համարում են այո այդ իբր թե դրանք անկլավներ են եւ իբր թե դա Ադրբեջանի տարածքն է եւ քանի որ որևիցե փաստաթուղթ այդ մասին գոյություն չունի, չկա ոչ մի իրավական հիմնավորում չկա։ Նրանք ինչ են անում, բերում են Ալմաթայի հռչակագիրը։ Իբր թե Ալմաթայի հռչակագրով Խորհրդային միության այսպես հանրապետությունների սահմանները ճանաչվել են նորաստեղծ պետությունների պետական սահմաններ, որի մասին այդ հռչակագրում նույնիսկ մի տող չկա, մի բառ չկա։ Շատ լավ, շնորհակալ եմ։